Ինչ կլինի ամեն դեպքում, եթե դու կատարես 50 անգամ կքանիստ ամեն օր, առանց ծանրաձողի եւ մարզասարքի, միայն օգտագործելով քո սեփական քաշը եւ մի քիչ դիսցիպլինա։ Այս տեսանյութում ես կասեմ, թե ինչ կոնկրետ կփոխվի, ինչքան ժամանակ հետո դու դա կզգաս, եւ ինչու այս պարզ սովորությունը կարող է իրոք փոխել քո մարմինը։ Դիտիր մինչև վերջ, մեծամասնությունը բաց է թողնում ամենակարևոր պահը։ Կքանիստը սեփական քաշով կատարվող ամենալավ վարժություններից մեկն է։ Աշխատում են ոտքերի, նստատեղի մկանները։ Ու ամենակարևորը այն է, որ այն կարող ես կատարել որտեղ որ կուզես եւ որ ժամին որ հարմար է։ Այսպիսով, ինչ կլինի, եթե դու կատարես 50 կքանիստ ամեն օր։ Առաջին շաբաթ կզգաս ցավ նստատեղի եւ ոտքերի մկանների հատվածում։ Դա նորմալ է։ Մկանները կվերականգնվեն եւ կդառնան ավելի ուժեղ։ Երկրորդ շաբաթ ոտքերը դառնում են ավելի կայուն, շարժումները ավելի վստահ, իսկ աստիճան բարձրանալը դառնում է ավելի հեշտ։ Երրորդ շաբաթում կզգաս իրական կայունություն, կբարելավի կոորդինացիան եւ դիմացկունությունը։ Մեկ ամիս անց 50 կքանիստը արդեն կդառնա սովորություն։ Ոտքերը ուժեղ, կեցվածքը կբարելավվի ձիգ նստամկանի շնորհիվ։ Բայց իրականությունը այն է, որ 50 անգամ կքանիստը քեզ չի դարձնի բոդիբիլդեր։ Եթե ցանկանում ես իրոք մեծացնես մկաններդ եւ ուժդ, ավելացրու քաշ, գանտելներ, ծանրաձողեր կամ ռեզիններ։ Այնուամենայնիվ, ամենօրյա կքանիստը դա հզոր հիմնական վարժություն է։ Դա բարելավում է շարժունակությունը, ճկունությունը եւ արյան շրջանառությունը, ամրացնում է ծնկները, նստատեղը եւ հոդերը։ Կա եւս մեկ կարևոր լավ կողմ, որի մասին քիչ են խոսում։ Դա կտա քեզ ինքնավստահություն։ Երբ մարմինը շարժվում է ավելի լավ, դու սկսում ես վերահսկել ոչ միայն շարժումներդ, այլև քո կյանքը։ Ինչ ես կարծում, պետք է ամեն օր կատարել 50 կքանիստ։ Միանշանակ այո, պարզ սովորություն, մեծ արդյունքներ։ Եթե 50-ը շատ է, կատարիր մասնատված։ Եթե քիչ է, փորձիր 70 կամ 100։ Ամենակարևորը մշտական։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանիր այն եւ գրիր մեկնաբանություններում, թե քանի կքանիստ ես դու կատարել այսօր։ Բաժանորդագրվիր ալիքին, այստեղ միայն լավ խորհուրդներ են եւ իրական արդյունքներ։